Հյուրանոցից թռիչքից 5 ժամ առաջ չեղարկեց իմ ամրագրումը։ Ես փող չունեի։ Անկում առաջին անգամ ես մնացի դրսում։ Մեռնելու եմ, չեմ կարող։ Ամենամեծ մինուսը այնա որ լավ, եկեք ամեն ինչ սկզբից։ Բարի գալուստ Վարշավա, այստեղ եկել ենք մեկ պատճառով, որ մեկ տարի առաջ գնել եմ Weekend-ի համերգի տոմսերը։ Ու հիմա բացի քաղաքը նայելուց նաև դա պետք է գնանք վայելենք։ Չկարեցա փողը չենջ անեմ, դրա համար վախը սրտումը նստել եմ ավտոբուս, լավ աստղը մեր հիստերիկ շոֆերներ չկան, որ գորան, սպասեմ տնամ և կշփրտեն դու։ Երեխեքներն երկու կանգար գնացինք, հələ խաբար չկա, աշկի սենց ձրի կգնամ, կհիշենք Երևանում հին լավ օրերը։ Իմ օրև ինձ թվաց գրացա պասյամ։ Հիմա ես ավտոբուսից իջա ու առաջին իսկ տպավորությունը վաու։ Սենց լավ միքս է ամեն ինչի։ Իրանց ամենահայտնի շենքը, մեզ տպավորության ոնց որ ամեն ինչ սենց բռնած խառնած լինի, բայց այնքան սիրուն է խառնած, Երևանի պես չի էլի, սենց կաշ կալամաշ սենց ասած, սիրուն խառնած է, այն որ ընտիր նայվում է, բայց այս շենքը իրոք շատ վաու։ Прям եկեք գնահատենք անցումը, որ ասեմ շանհոտ չի գալիս, կխաբեմ, գալիս է, նեսի տենց վաու է, բայց օքեյ է, ցիվիլ, ակուրատնի, լեդերով, մի անկյունը սենց, ինչ է սրա անունը, խանութներ, մյուս անկյունը լրիվ դատարկ։ Մի անգամից եկեք ասեմ պլյուսներն ու մինուսները, պլյուսները նո ավտոբուսի հետ կապված ամեն ինչով շատ լավ է աշխատում, վիզուալ շատ հավես է, շատ ընտիր է, բայց ամենամեծ մինուսը, որ անգլերեն չկա թարգմանություն, լիքը տեղեր։ Սաղ գրած է իրանց լեզվով, ինչքան էլ հասկանալի է խի, որտեվ իրանց երկիրն է, բայց մեկ է։ Անգլերեն կամ ռուսերեն որևէ թարգմանություն չկա։ Ինչը մի փոքր բարդացնում է, եթե դու իհարկե տուրիստ ես ու կենտրոնում չես։ Ես հիմա այդքան է կենտրոն չեմ, նո մոտիկ եմ էլ երկու քայլ։ Մոռացած եմ, որ ձյաձը ձրի բերեց, ոչ մեկ ոչ կանգնացրեց, ոչ էլ ստուգեց։ Բախտս սենց ասած, այս անգամ բերեց։ Your building is here. It's also downtown. Yes. Okay. Ցույց տամ հայացքները, շենքերի ներսից ինչ տեսք ունեն։ Այս շենքը ներսն է, ու մի հատ ստե։ Прям անտառ է ջոգում եք։ Նայեք։ Մեքենայի տեղ չկա, ոտքի տեղ է։ Ու սա անտառ։ Նայեք, սա Արվարձանն է, սենց ասած իրանց խուլ տեղերը, որտեղ այրոպորտին ամենամոտն է։ Բայց ինչն է ստե ամենակարևորը, մաքրությունից սկսած, վերջացած կազմակերպված եւ այլն, այս անտեր սամակատները ստեղ է կա Տեր Աստված։ Ոչմ, կազմակերպված ավելի սիրուն, ավելի հանգիստ է։ Վերջապես ես տեղավորվեցի ու արդեն հանգիստ սրտով ու սիրով կարող եմ խոսել, թե ինչի համար եմ եկել Վարշավա։ Նախ երկու պատճառ կա, ավելի շուտ նախ չէ, հենց երկու պատճառ կա։ Առաջինը ու ամենակարևորը Weekend-ի համերգն է։ Չեք պատկերացնի ինչքան շատ եմ ես սպասել այս համերգին ու որ ուղակի հասկանաք, ես երևի մի տարի առաջ եմ տոմսը գնել, ստեղ միտեղ կթողեմ ինչքան էր արժեքը, որից հետո ուղղակի ամեն անգամ աղոթում եմ, որ ծրագիրը կաշխատի։ Տեղը ես գտնում եմ շատ արագ, ինքը որ զուտ պատկերացում հա ունենաք, սա գտնում է ոնց որ 9-րդ մասիվում, կենտրոնից այդքան հեռու չի, բայց մի քիչ հեռու է, իսկ ընդհանուր առմամբ ամենահարմար տարբերակը ավտոբուսն է, որ ավտոբուսով կարանք հանգիստ գնանք ստեղ, գնանք այնտեղ։ Ստեղ դե ուսանողական տարածք է սա, ոնց որ ասեցի, ոնց որ գտնվում է մոտ 9-րդ մասիվ, դուք անդադ գնաք կենտրոն, ինչ ասես, բայց ստեղ կա, ամեն ինչ շատ մոտիկ է, ժապկա ստեղ կա, ժապկայի մասին առանձին կնկարեմ, ինչ է, խի է, բայց ընդհանուր առմամբ շատ հարմար է։ Գների մասով շատ թանկ է նստել, քանի որ ինքը իմ համար Երևանի պես ոնց որ լինի Վարշավան, անիմաստ թանկ է։ Կողքի հարևանները, որոնք նույն ու ավելի լավ պայմաններն ունեն, իրանք էժան են, բայց Երևանը ու Վարշավան նույնն են, անիմաստ թանկ են, առանց ինչ-որ լուրջ պատճառի։ Պրոստը իրանք որոշել են, որ պետքա հարևաններից թանկ լինեն։ Նույն գումարով, որ ես այդտեղ վարձել եմ,
շատ հանգիստ Գերմանիայում կարելի էր վարձել նոր բնակարան, ավելի նորմալ տարածքով, ավելի նորմալ թաղամասով, ավելի կենտրոնական։ Իսկ ստեղ այդ ամեն ինչը խնդրահարույց է մի քիչ։ Մեդալի երկու կողմը։ Ստեղ սեն շենքեր, ստեղ էս վիճակները։ Կյանքում առաջին անգամ, երբ որ լինեմ երկրից դուրս, գնամ ոչ թե ինչ-որ սուվենիր, ինչ-որ բան առնելու փոխարեն, շոր կամ նվեր առնելու փոխարեն գիրք առնեմ իմ համար։ Ես ինքս իմ վրա զարմանում եմ, թե ինչ գիրք է հեսա տայնում եք, ինքը սուդոկն է, պրոստը մարդասպանների հիման վրա սենց ասած, թե ով է մարդասպանը, ով է զոհը, դու սուդոկի լոգիկով լուծում ես ու ըստ դրա իմանում ես, թե ով է մեղավոր։ Եվ իմ միակ ազգն է Եվրոպայի մեջ, որ ազգային արժեքները պահում է ու շատ կայֆ է այդ նացիոնալիստ վիճակը։ Հասանք համարյա տեղ, այս երկրորդ գրքի խանութն է ցենց ասած, ինչ որ անգլերեն պալատա կոչվում, ինչ է կոչվում, չեմ հիշում, որ sense նայեք ինչ որ զաբրոշկա, ինչ-որ քչոտ տեղ է, նույն ստեղ քչոտ տեղը դե բարձրալավն է, բայց դե տնանք ստեղ կա այդ գիրքը թե չէ։ 5 կռուկ տալուց հետո ու ոչ մի ձև չգտնելուց հետո այդ գրախանութը սիված գնում ենք մյուսը, տեսնենք գոնե այդ կգտնենք թե չէ, հետո նոր գրքի մասին մտածենք։ Տեսնենք Դեադալուս այստեղ կլինի այդ գիրքը, թե պետք է ստիված մի հատ գնանք այն մյուս տեղը նայենք։ Տեղ էլ չկար, ընկնում է ում տերը։ Հələ չենք հանձնվում, բայց եթե մյուս տեղը չլինի, չկա ոչ մի ուրիշ տեղ։ Բոլոր այս 3 գրախանութները իրար ճամփի էին։ Վերջապես առա, պետք է նստեմ, բանով թարգմանեմ, translate-ով, որ կարողանամ հասկանամ ու լուծեմ, բայց արժի։ Իրոք սուդոկ ու true crime սիրողների համար արժի։ Սրա մասին առանձին TikTok-ներ կնկարեմ։ Հազիվ պրոպկի մեջով հասա, այս 5 օրվա մեջ ամենաառաջին պրոպկեն է ու հիմա գնում ենք ստադիոն, որպեսզի տեսնենք weekend-ին։ Մեռնելու եմ, չեմ կարում էլ։ Horse meal, chalk meal, tonight outside. We don't wanna be alone. I just wanna be alone. I just wanna be alone tonight. Ամերիկա հենց նոր ավարտվեց, տևել է մոտ 2 ժամ, 2 ժամ 20 րոպե առանց չափազանցնելու։ Ձեն չունեմ դաժը խոսամ, ահա որ լավն էր, հուսամ վիդեոն նայելուց ինչ-որ մի բան դուրները տեկավ ու կբաժանորդագրվեք, ինձ էլ շուտ ձենս հետ գա։ Եկեք նորից բարձրանանք իմ սենյակ, ինչքան էլ նոր իջանք, մի րոպե, Քաղաքի մինուսներից մեկը իմ համար գներն է, այստեղ ամեն ինչ շատ թանկ է, ոչ թե լավ շատ թանկ է, չչափազանցնեմ, հա, բայց ամեն ինչ թանկ է։ Օրինակ կոլան արժի 5 զլոտի կամ 6 զլոտի ու հայ զլոտի մասով էլ ասեմ, որ իմ ուղեղում չի տեղավորվում։ Ինքը համարվում է Եվրոպայի մեջ երկիր, Եվրոմիության մեջ, ինքը համարվում է Եվրոպայի կենտրոնը, բայց ստեղ վճարում չես կարա կատարես։ Ստեղ եվրոյով չես կարում վճարես։ Այս մասը կարա գա ինտրո։ Ստեղ եվրոյով չես կարում վճարես, քեզ պարտադիր պետքա զլոտի, ուրա։ Եթե զլոտի չունես, ուրեմն վсё, ախպեր, դու կորած ես։ Ու մյուս պրոբլեմատիկը, որ իմ ուղեղի վրա ազդում է, այս իրանց կոպեկներն են, այս ինչ է։
Որ հիշում եք 1000 տարի առաջ արաղի մեջ պուճուր կոպեկներ կար։ Լրիվ է դա։ Ինչ շատ դուրեկան է, որ իրանք այնքան նացիոնալիստ են, որ ունեն իրանք սեփական գումարը, հա, վալյուտան օգտագործում են, բայց բլին, դաժե Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում այդ մարդիկ չունեն իրանց հը։ Այդ մարդիկ եվրո են օգտագործում, հրաչ ջան։ Ես փող չունեի, հենց առաջին օրը որ հասա, սոված եմ մնացա եւ մի 5-6 ժամ, որովհետեւ այս հյուրանոցի check-in-ը ժամը 4-ին էր, ես հասել եմ առավոտ ժամը 8-ին, չգիտեմ քանի ժամ անում, բայց երկար է։ Ես այդ ամբողջ ընթացքում ոչ բան չեմ կարծել նորմալ ուտեմ, որտեվ չգիտեի այդ exchange-ի տեղը որտեղ է, միջև գտա մեռել էի արդեն։ Գնացի հասա McDonald's, ասացի ինձ բուրգեր տվեք, սա take away թեստը, ասում եմ ստեղ ցավը տանեմ։ Բուրգերը համարյա հենա, սարքում տալիս էր, ասում եմ դե վճարի, որ ասում եմ մոտս մենակ եվրո, ասում եմ չենք ընդունում։ Ու տենց քոր փոշման սոված մնացի, միջև կարեցա գտնեմ exchange անեմ, փոխանակեմ գումարը ու կարողանամ հաց ուտել։